Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում մեր կողմից իրականացվող նախագծային աշխատանքը համաշխարհային պատմություն առարկայից։ Թեման ընտրել ենք Ալեքսանդր Մակեդոնացին, անհատներն են կերտում պատմություն։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Ալեքսանդր Մակեդոնացու կենսագրության հիմնական փուլերը, ուսումնասիրել Ալեքսանդր Մակեդոնացու դերը համաշխարհային պատմության մեջ, վերլուծել նրա քաղաքական և ռազմական գործունեության ազդեցությունը տարբեր ժողովուրդների վրա, քննարկել անհատներն են կերտում պատմություն գաղափարի արդիականությունը, արձանագրել այն դասերը, որոնք կարող են օգտակար լինել ժամանակակից երիտասարդի համար։ Մեր նախագծի վերջնարդյունքներն են ուսումնասիրել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը, գործունեությունը և նվաճումները, վերլուծել նրա առաջնորդական հատկանիշները և դրանց դերը պատմական իրադարձությունների վրա, բացահայտել, թե ինչպես են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները մեծ ազդեցություն թողել համաշխարհային պատմության և մշակույթի վրա և ձևակերպել կարծիք Ալեքսանդր Մակեդոնացու թողած դերի և նրա ժառանգության վերաբերյալ, ինչպես նաև համադրել անցյալի փորձը ժամանակակից կյանքի և ներկայիս կառավարման օրինակների հետ։ Մեր նախագծային աշխատանքի ընթացքում մենք բաժանվել ենք թիմերի և հավաքել ենք մի շարք նյութեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին, օգտվելով պատմական փաստերից և կայքէջերից, ինչպես նաև ստեղծել ենք պրոդուկտներ, պաստառներ, սայիկաշար և կոչ Ալեքսանդր Մակեդոնացու մեր երիտասարդներից, որը ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ։ Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է մեր թվարկությունից առաջ 336 թվականի Մակեդոնիայի մայրաքաղաք Պելայում։ Ավանդության համաձայն Ալեքսանդրը լույս աշխարհ է եկել այն գիշեր, երբ Հերոստրատոսը իր անունը անիմացնել նպատակով հրկիզել հին աշխարհի 7 հրաշալիքներից Եփեսոսում գտնվող Արտեմիսի տաճարը։ Այնուամենայնիվ մեծ հասած բոլոր լեգենդներն ու խորհրդանիշները ուղեկցում էին անտիկ շրջանի հռչակավոր մարդկանց ծնունդն ու կյանքը։ Ուստի բազմաթիվ հետազոտողներ Ալեքսանդրի ծննդյան օրը երբեմն համարում են արհեստական։ Դեռ երեխա ժամանակ նա մի անգամ իր հոր Փիլիպոս II-ի և նրա շքախմբի աչքի առջև սանձում է վայրի ձյուն։ Բոլորն ապշել են Ալեքսանդրի ճարպկությամբ և խիզախությամբ, իսկ Ալեքսանդրի հայրը մոտեցավ նրան գրկեց և ասաց. «Զավակս, քեզ արժանի թագավորություն գտիր, Մակեդոնիան խիստ փոքր է քեզ համար»։ Ալեքսանդրի դայակը Լեոնիդասը, թագավորի որդուն դաստիարակում է ինչպես ռազմիկի, որն այն մի տոկուն անվեհեր ուտելու մեջ անկմահաճ, և նա մեծացած ուժեղ և անվեհեր։ Ալեքսանդրը որոշ առասպելապատումներ նշում են, որ նա եղել է կրակի, ամպրոպի, երկնքի ամպրոպի և կայծակի Զևսի որդին, իսկ Ալեքսանդրը որոշված էր, որ նորածին մանուկին պետք է սկզբից ամանեն Ամիդաս, սակայն հայրը ելնելով քաղաքական նկատառումներից որոշում է նրան տալ Ալեքսանդր անունը ի պատիվ արքա Ալեքսանդր առաջինի։ Փոքրիկ Ալեքսանդրի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է նրա մայրը Օլիմպիան։ Այդ տարիներին Փիլիպոսը պատերազմներ էր մղում հունաստանների դեմ նրանց հպատակեցման համար, ուստի Ալեքսանդրի հետ ժամանակ կարողանում էր անցկացնել միայն օլիմպիական խաղերի ժամանակ։ Դեռ մանկուց մայրը Ալեքսանդրին տրամադրել է հորդեն, որն էլ և հետագայում դրսևորվում է հոր և որդու լարված հարաբերություններում։ Մի կողմից Ալեքսանդրը հիանում է հոր սխրանքներով, իսկ մյուս կողմից քանդ և նույնիսկ թշնամանքացում նրա ռազմական հաջողությունների հանդեպ։ Ալեքսանդրը իր խելացի վարքագծով աչքի է ընկել դեռևս մանուկ հասակում։ Վաղ տարիքում նա նշանակվում է հոր իրավահաջորդ և գահի հավակնորդ։ Փիլիպոսի մահից հետո Ալեքսանդրը բազմում է Մակեդոնիայի գահին և կառավարում է երկիրը շատ հաղթական կերպով։ Ալեքսանդրի մահից հետո գահին արժանի հավակնորդներ չկային։ Արիդեոսի հիմնականում Փիլիպոս II-ի որդիներից հիշատակվում էր Արիդեոսի անունը, որը սերվում էր Լարիսա քաղաքից և հայտնի էր որպես տկարամիտ անձնավորություն։ Ալեքսանդրի մահից հետո հենց Արիդեոսը Դիոդոկուների պատերազմի նախօրեին բազմում է Մակեդոնիայի գահին։ Թագադրումից հետո ստանում է Փիլիպոս II-ի անունը և շարունակում է կառավարել Մակեդոնիան։ Փիլիպոսի մահից հետո գահին արժանի հավակնորդներ դեռևս չկային, քանի որ Փիլիպոսի որդիներից մի մասի անունը հայտնի չէր, իսկ ոմանք էլ դեռևս մանկահասակ էին և մեր թվարկությունից առաջ 336 թվականին չէին կարող դառնալ երկրի առաջնորդ։ Ալեքսանդրը մեծ նույնիկ Ալեքսանդր Մակեդոնացին աշխարհի ամենահայտնին եղել։ Իր կարճ սակայն փայլուն ռազմական գործունեության արդյունքում նա կարողանում է ստեղծել հին աշխարհի պատմության ամենահայտնի համաշխարհային կայսրությունից մեկը, որի ուսանողները ձգում են Հունաստանից մինչև Հնդկաստան և որը ներառում է շուրջ 3 մայրցամաքներ։ Նրա վաղ իշխանության ամրապնդում և հետագա գործունեությունը։ Ալեքսանդր Մակեդոնացին գահ ժառանգեց Փիլիպոս II-ից հետո, և նրան սպառում էր թե արտաքին և թե ներքին վտանգներ։ Շուտով նա կարողանում է ճնշել հունական ապստամբությունները, հիմնականում Թեբեի և Աթենքի, իսկ Թեբեի ավերումից հետո ավերումը դառնում է նախազգուշացում մնացած հպատակ պետություններին, որ Մակեդոնական կայսրությանը։
Այնուհետև ես շարունակում էի իր հոր Ֆիլիպոս II ծրագիրը, որի նպատակն էր կործանել Աքեմյան Պարկաստանը և սկսում է ասիական արշավանքներով։ Ասիական արշավանքները սկսում է Գրոնիկոսի ճակատամարտը, որը տեղի ունեցել 34 թվականին Աքեմյան Պարկաստանի և մակեդոնական զորքերի միջև, չնայած Աքեմյան Պարկաստանի առելի ուժի միևնույն մակեդոնական զորքերը կարող են ճկման ռազմական գործունեության արդյունքում պարտության մատնել վարսկական զորքերին և ճանապարհ բացել Այսիա Մինորը։ Ես շուտով հայտարարեց ազատագրում մի շարք հունական քաղաքները։ Հաջորդ խոշոր պարտությունը Աքեմյան Պարկաստանը կրում է Սիրիայի քաղաքներից մեկում Իսոս քաղաքի մոտ, որը տեղի ունեցավ Քրիստոսից առաջ 333 թվականին։ Այս ճակատամարտում Դարե III հայտարարող պարտություն է կրում մակեդոնական զորքերի կողմից և արդյունքում Դարե III փախչում է ճակատամարտի տեղից, իսկ նրա ընտանիքը ընկնում է գերի։ Արդյունքում այս ճակատամարտից հետո Ալեքսանդր Մակեդոնացին դառնում է փոքր Ասիայի մեծ և բարձրացնում է իր փառքը որպես նվաճող։ Տիրոսի պաշարումը Քրիստոսից առաջ 332 թվականին Տիրոսը Ֆինիկիայի հայտնի ջրային քաղաքներից մեկն է, ում գրավման համար Ալեքսանդր Մակեդոնացին օգտագործել մոտավորապես 7 ամիս։ Այդ ժամանակահատվածում նա չի կարողացել գրավել Տիրոսը, բայց չնայած այդ ամենին նա կառուցում է ջրային կամուրջներ և հարձակում է նրա վրա ոչ միայն ջրից, այլև ցամաքից։ Գավգամելիայի ճակատամարտը, որը եղել է 1 թվականից առաջ 331 թվականին Գավգամելիայի դաշտում, Դարե III հավաքել մեծաքանակ զորքեր տարբեր ազգություններից և եկել Ալեքսանդրի վրա արշավի, բայց Ալեքսանդրի ճկուն ռազմավարությունը թույլ չտվեց նրան հաղթել այդ կռվում և Դարե ապահովելով Աքեմենյան տերության անպարտությունը հաղթեց հարևան պետություններ։ Գավգամելիայի ճակատամարտին մասնակցություն է ունեցել նաև հայկական զորքը։ Անտիկ պատմագրությունից մեզ հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ հայկական զորքը մասնակցել է 2 Իսոսի և Գավգամելիայի ճակատամարտներին, քանի որ հայտնի է Գավգամելիայի ճակատամարտին հայկական զորքը գլխավորում էր Օրոնտես Երվանը Միտրաուստեսը։ Հերոսաբար մարտնչած և արժանապատվորեն հայրենիք վերադարձած հայկական զորքերը Գավգամելիայի ճակատամարտից հետո վերականգնում են Հայաստանի անկախությունը։ Միտրաուստեսը փոքր հայկում, իսկ Օրոնտես Երվանդը մեծ հայկում։ Այսպիսով հայկական զորքերի մասնակցությունը Գավգամելիայի ճակատամարտում փաստորեն ձախողում են Ալեքսանդր Մակեդոնացու ամբողջ ծրագրերը և փլուզվում է Աքեմենյան ամբողջ կայսրությունը, այն որի ժամանակ ևս գոյատևում է։ Գավգամելիայից հետո Ալեքսանդրը մտավ Բաբելոն, Սուսա և Պերսեպոլիս, Աքեմենյանների մայրաքաղաք։ Պերսեպոլիսը ավերվեց, ինչը խորհրդանշեց հին Պարսկաստանի վերջը։ Այնուհետև Ալեքսանդր Մակեդոնացին իր զորքով արշավեց դեպի արևելք, գրավելով Բակտրիան և Սողդիանան։ Չնայած նա բախվեց տեղի ցեղերի կոր դիմադրությանը, սակայն կարողացավ իր իշխանությունը հաստատել ամուսնանալով բակտրիացի ազնվականուհու հետ։ Այնուհետև Ալեքսանդր Մակեդոնացին իր զորքով անցավ Հինդկուշի լեռնաշղթան և արշավեց դեպի Հնդկաստան։ Նրա ամենահայտնի ճակատամարտներից մեկը եղավ Հինդասպես գետի մոտ Պորոսի դեմ ճակատամարտը, և չնայած Պորոսի փղերով լի բանակին մակեդոնացիները հաղթեցին, սակայն մակեդոնացիները չցանկացան շարունակել իրենց արշավանքը դեպի արևելք, քանի որ հոգնած էին երկար ճակատամարտերից և կլիմայական դժվարություններից, և Ալեքսանդր Մակեդոնացին որոշեց իր զորքը հետ վերադարձնել Բաբելոն։ Վերադարձից հետո Ալեքսանդր Բաբելոնում ձեռնամուխ եղավ իր կայսրության կազմակերպմանը։ Նրա ծրագրում նոր արշավ էր դեպի Արաբիա, բայց անսպասելիորեն մեր Քրիստոսից առաջ 323 թվականին 32 տարեկանում մահացավ։ Սկզբում նրա դին բալզամացվեց Բաբելոնում, հետո տեղափոխեցին Եգիպտոս։ Ըստ ավանդույթի թաղվեց Եգիպտոսում, Անդրեասում։ Նրա դամբարանի տեղը միշտ այսօր ճիշտ գտնվելու վայրը ոչ ոք չգիտի։ Նրա մահանալուց հետո նրա գերհզոր կայսրությունը բաժանվեց գեներալների, ինչը հանգեցրեց երկարատև պատերազմների, բայց նրա մշակած միասնության մշակույթը շարունակեց գոյատևել ժայռեր տարօրինակ, ինչը դառնալով աշխարհի հելլենիստական հիմքը։
Ալեքսանդր Մակեդոնացու մահը եւ հետագա իրադարձությունները դարձել են քննարկման առարկա։ Ըստ Բաբելոնյան աստղագիտական օրագրի Ալեքսանդրը մահացել է մեր թվարկությունից առաջ 323 թվականի հունիսի 10-ի կամ 11-ի երեկոյան 32 տարեկան հասակում։ Տեղացիները լաց են եղել նրա մահվան լուրը լսելով, իսկ աքեմենյանների հպատակները սափրել են իրենց գլուխները։ Ավելին դարեր երրորդի մայրը Սիսինգամբիսը լսելով նրա մահվան մասին լուրը հրաժարվել է սննդից եւ մի քանի օր անց մահացել։ Պատմաբանները տարբերվում են Ալեքսանդրի մահվան մասին տարբեր վարկածներով եւ առաջ են բերում մի շարք վարկածներ եւ չկա այնպիսի մի հիմնավոր փաստ, որի վրա արժի հիմնվել։ Օրինակ ասում են, որ Ալեքսանդրը մահացել է թունավոր մրջյունի խայթոցից կամ նրան ուղղակի թունավորել են, որն էլ եւ դարձել է նրա մահվան պատճառ, այսպիսով չկա մեկ հիմնավոր վարկած, որի վրա արժի հիմնվել։ Ճիշտ է, այս փաստը դեռևս ապացուցված չէ, բայց կա վարկած, որ Ալեքսանդրը իր մահից հետո մահից առաջ իր մոտ է կանչում իր բանակի գլխավոր զորահրամանատարին եւ իրեն հայտնում իր 3 կարևոր ցանկությունների մասին, որոնք պետք է Ալեքսանդրի մահից հետո զորահրամանատարը հետևի, որի կատարածվեն։ Նրա առաջին ցանկությունն այն էր, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները։ Նրա երկրորդ ցանկությունն այն է, որ որտեղով որ կտանեն իր դին, այդ ճանապարհով թափեն ոսկե մետաղադրամներ եւ թանկարժեք քարեր։ Իսկ նրա երրորդ ցանկությունն այն է եղել, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից եւ բոլորին տեսանելի։ Երբ որ նա հայտնում է այս իր 3 ցանկությունների մասին, զորահրամանատարը զարմացած հարցնում է այս ամենի պատճառը։ Ինչինի պատասխան Մակեդոնացին պատասխանում է. թող ինձ իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները, որ բոլորը տեսնեն եւ հասկանան, որ նույնիսկ ժամանակի լավագույն բժիշկներն են անզոր մահվան դեմ։ Շախտուր վաստակած ոսկին ամբողջ քաղաքում եւ թող բոլորը տեսնեն, որ այն հարստությունը եւ գանձերը, որ ստանում ես այս աշխարհում, հենց այս աշխարհում էլ մնում է, եւ թող ինձ ձեռքերը դուրս լինեն դագաղից եւ բոլորին տեսանելի, որ բոլորը տեսնեն եւ հասկանան, որ նույնիսկ աշխարհակալ մակեդոնացին այս աշխարհից հեռացած ձեռնուն այն։ Մակեդոնացու պատմականները մարդկության պատմության մեջ բացառիկ են, նա ոչ միայն նվաճեց անսահման տարածքներ, այլև փոխել ժողովուրդների մշակույթների փոխհարաբերությունը, սկիզբ դրեց հելլենիստական դարաշրջանին, որը խորհրդանիշ դարձավ արևմտյան եւ արևելյան քաղաքակրթությունների միաձուլմանը։ Ալեքսանդրի հիմնական նպատակը հոր Փիլիպոս II-ի ստեղծած պետության ամրապնդումը եւ դրա ընդլայնումն էր։ Նա կարողացավ շատ կարճ ժամանակում միավորել գրավել աքեմենյան տերությունը, միավորել Միջին Ասիայի մեծ մասը եւ Եգիպտոսը մեկ կառավարման ներքո։ Նրա ռազմավարությունը, կատարելագործված ֆալանգան եւ հետեւակի ու հետելազորի համատեղ մարտավարությունը դարձան դասական օրինակներ, ռազմարվեստի դասական օրինակներ։ Ալեքսանդրը ստեղծեց առաջին համաշխարհային կայությունը, որը տարածված էր 3 մայրցամաքներով՝ Եվրոպա, Աֆրիկա եւ Ասիա։ Իսկ նրա ռազմավարությունը ուսումնասիրվել է Կեսարի, Նապոլեոնի եւ Հանիբալի կողմից։ Ալեքսանդրը համոզված էր, որ կայսրությունը չի կարող գոյություն ունենալ միայն զենքի օգնությամբ։ Նա որդեգրեց քաղաքականություն, որն ուղղված էր մշակույթների եւ ազգերի միավորմանը։ Նա ամուսնացավ Պարսկու Ռոքսանայի հետ, իսկ նրա ազգակիցները ամուսնացան տեղի ազգական ներկայացուցիչների դստերի հետ։ Հելենիզմի հիմքը դրվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Հելենիզմը պատմական եւ մշակութային ժամանակաշրջան է, որը սկիզբ է առել Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից եւ շարունակվել մինչեւ Եգիպտոսի Հռոմի կողմից գրավումը։ Այս ժամանակաշրջանը կոչվում է հելենիստական, քանի որ այն միավորում է հունական եւ արևելյան մշակույթները, եւ այդ միաձուլման արդյունքում ստեղծվեց մի նոր համաշխարհային քաղաքակրթություն, որտեղ հունական լեզու, մշակույթը, կրթությունը, գիտությունը խառնվում են արևելյան ավանդույթներին։ Ալեքսանդրը ամենուր քաղաքներ էր հիմնում Իրանում, Սիրիայում, Կենտրոնական Ասիայում, որտեղ տարածվում էին շուկաները, հունական շուկաները, լեզու եւ կրթական կենտրոնները։ Հելենիզմը դա մշակույթների միաձուլման ժամանակաշրջան է, որտեղ միավորել ժողովուրդներին կրթությունը, գիտությունը մեծ առաջընթաց ունեցան, եւ այդ առաջընթացը շարունակում է ապրել մինչ օրս։ Հելենիստական դարաշրջանում մշակույթը եւ գիտությունը հասավ մեծ բարձունքների։ Ամենանշանավոր կենտրոնը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքն էր, որտեղ գտնվում էր Ալեքսանդրիայի ամենահայտնի գրադարանը եւ գիտությունների ակադեմիան։ Հելենիստական արվեստը տարբերվում էր հին հունական արվեստից։ Եթե հին Հունաստանում քանդակները ցույց են տալիս գեղեցկություն եւ հանգստություն, ապա հելենիստական արվեստում գերիշխում էր զգացմունքը, շարժումն ու դրամատիզմը։ Հելենիստական դարաշրջանը ավարտվեց այն ժամանակ, երբ հին Հռոմը գրավեց հելենիստական պետությունները։ Հելենիստական դարաշրջանի ամենամեծ հրաշալիքներից մեկը դա Ալեքսանդրիայի գրադարանն էր, որտեղ գոյություն ուներ մոտ 700,000 գիրք եւ պահպանվում էին աշխարհի գրությունները։ Գրադարանից եւ գրություններից զատ հելենիստական դարաշրջանում զարգացավ նաև դրամային հարաբերությունները, ծովային առևտուրը, արհեստները, արհեստանոցները եւ այլն։ Քրիստոսից առաջ 30 թվականին
Հելենիստահռոմի տիրապետության տակ հայտնվեց հելենիստական պետությունները, սակայն հելենիզմը չկորցրեց իր վարկանիշը եւ շարունակեց պահպանվել թերևս այն ժամանակ, երբ որ գտնվում էր Ռոմի տիրապետության տակ եւ հետագայում այնքան մեծ ճանաչում ձեռք բերեց, որ դարձավ եվրոպական քաղաքակրթության գանձերից մեկը։ Հայկական հելենիզմը հայ ժողովրդի մշակութային կյանքի այն շրջանը, երբ հայկական թագավորությունների վրա ազդում էր հունական Ալեքսանդր Մակեդոնացուն ուղղաչումներից հետո տարածված հելենիստական մշակույթը, արվեստը, մտածողությունը։ Հայկական հելենիզմը հայ ժողովրդի հայկական հելենիզմը դարձավ այն փուլը, երբ հայկական մշակույթը մտավ համաշխարհային շրջանառության մեջ, ձեռք բերեց նոր օրենքներ, բայց միաժամանակ պահպանեց հայկական առանձնահատկությունները։ Արդյունքում ձևավորվեց հայկական հելենիստական մշակույթ, որը խորհրդանիշ դարձավ արևմտյան եւ արևելյան քաղաքակրթությունների միաձուլմանը։ Ալեքսանդրի արշավանքները առևտրային կապեր բացեցին Միջերկրկան ծովի, Հնդկաստանի և Միջին Ասիայի միջև։ Նվաճված տարածքներում ձևավորվեցին միասնական դրամական համակարգը։ Արդյունքում մարդկանց ազատ տեղաշարժը խթանեց գաղափարների և գիտելիքների տարածմանը, և արդյունքում Ալեքսանդր Մակեդոնացու համաշխարհային կայսրությունը դարձավ գլոբալ փոխգործակցության կենտրոն, նախատիպ, որ կարող է կայսրությունը պահպանել ոչ միայն զույգի օգնությամբ, այլ նաև գաղափարների և մշակութային փոխհարգանքի հիման վրա։ Ալեքսանդր Մակեդոնացու հոգեբանական կերպարը։ Ալեքսանդրը բացառիկ կանհատ էր, անսասան ինքնահստորությամբ և հզոր կամքով։ Նրա հայտնի խոսքը «Ոչինչ անել չնենց համար, ովքեր ցանկանում են հաղթել» խոսում էր էության մասին։ Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ են տվել Պլուտարխոս, ով գրել է Ալեքսանդր Մակեդոնացու եւ իր սիրու մասին։ Ալեքսանդր դեռ 10-ից 11 տարեկան էր, նրա հորը խորհուրդ են տալի, որպեսզի իր որդու համար դնեն Բուցեֆալ անունով ծին։ Բուցեֆալ անվանումը եկել է հին հունարենից եւ այն նշանակում է ցլագլուխ, եւ իրոք Բուցեֆալի գլուխը նման էր ցլի գլխի։ Ալեքսանդրի այդ սիրու համար ուզում է 13 տաղակ, մոտավորապես 640 կիլոգրամ արծաթ, որ այն ժամանակ լավ սիրու համար շատ հանք էր։ Եվ նույնիսկ այն տեսնելով նրա հայրը, որ այն սանձված չէր, նա միանգամից հրաժարվում է, բայց Ալեքսանդրը գոռում է իր հոր վրա եւ ասում է, թե նա չի կարող սանձել, դա չի նշանակում, որ ինքը չի կարող։ Նրա հայրը ասում է, թե նա կարողացավ սանձել, նա կգնի իր որդու համար այդ ծին։ Ալեքսանդրը մոտենում է ծիուն եւ շրջում դեպի արևի կողմը։ Ծին բախվում էր, Ալեքսանդրը տեսնում էր, որ ծին բախվում էր սեփական ստվերից։ Եվ այդ որոշ ժամանակ Ալեքսանդրը շրջում է ծիու հետ եւ ծին որոշ ժամանակ հետո սովորում Ալեքսանդրից այն այդ պայից սկսած արդեն Ալեքսանդրը հեսնում է ծին եւ փորձում է սանձել նրան։ Ծին ոլորանները անում, փորձում է մեջքի ծանրությունը գետնին ներդել, բայց չի կարողանում եւ որոշ ժամանակ անց ծին սովորում է այդ մեջքի ծանրությանը։ Դրանից հետո արդեն Ալեքսանդր ձեռք է բերում իր ռազմական ընկերոջը, որին իրեն ուղեկցում է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ալեքսանդրը միշտ հավատում էր հաղթանակին, անգամ երբ որ տվով գրազանցում էին իրեն։ Նա կարողանում էր վախը դարձնել խթան և կանգնում էր առաջնագծում իր մարտիկների կողքին։ Նա հավատում էր, որ իր աստվածային առաքելություն միավորել աշխարհը։ Սակայն նրա հոգեբանական կերպարը նաև շատ հակասական էր։ Վերջին տարին նա տառապում էր էմոցիոնալ լարվածությամբ և զավեթի հանկարծակի պոռքումներով։ Իր կողմից իր ընկերոջ Կլանդոսի դեմ սպանությունը և հետագայում դրա զորչումը խոսում են նրա հակասական կերպարի մասին։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ Ալեքսանդրը ձգտում է միշտ ինքնակատելագործմանը։ Արիստոտելի աշակերտ ունելով նա սիրում էր զբաղվել փիլիսոփայությամբ և աշխարհագրությամբ։ Նրա հայտնի խոսքերից մեկը հաղթողը նա չէ հաղթում է ինքներեն, հաղթողը նա չէ հաղթում է ուրիշներին, այլ հաղթում ինքները, խոսում է նրա խորքային էության մասին։ Ալեքսանդրին շատ հաճախ համադրում են ուժի և խոցելիության, ներքին հակասությունների և խիզախության հետ։ Նրա դերը ոչ միայն պատմության մեջ մտավ որպես նվաճող, այլ նաև մեծ գաղափարների տարածվելը, և նրան շատ հաճախ դարձնում են գլոբալ նախատիպ։ Ալեքսանդր Մակեդոնացու մասին տեղեկությունները մեզ են փոխանցվել հին պատմիչների միջոցով, այրան Պլուտարխոս, Դիոդորոս Սկոլեցի, Կուրդիրոս, Ռոֆոս Յուրդինոս, Ստրաբոն, որոնք նկարագրել են նրա կյանքը, արշավանքների ստեղծած կայսրությունը։ Ալեքսանդրի կերպարը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև քրականության հետ։ Դրա մասին պատմող է գրել Մերի Ռեյմոն, Վալերի Բրիսովը, Հենրիկ Շնոնքելը և այլ հեղինակներ։
պատմական փաստերը ներկայացրել գեղարվեստական ներկայացման հետ։ Ալեքսանդրի կյանքից բազմիցս ֆիլմեր են ներկայացվել, ամենահայտնի ֆիլմը Ալեքսանդրիա 2004 թվականին, ռեժիսոր Օրիվեր Սթու։ Այս դրանից վաղ ներկայացվել է Ալեքսանդր դի Գրատը 1956 թվականին։ Այս ֆիլմերը պատմում են նրա մանկության, պատերազմների և աշխարհի փոխած արշավանքները։ Մեծ անհատի դերը մարդկության պատմության մեջ վճռորոշ է եղել։ Այս նախագծային աշխատանքում մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ Ալեքսանդրի կյանքի և նրա քաղաքականության հետ, սակայն կարողացանք համատել այնպիսի անհատների կերպարներ, ովքեր իրենց մեծ գործերով և բնավորությամբ թողեցին անջնջելի հետ համաշխարհային պատմության մեջ, ինչպիսիք է օրինակ Չինգիզ խանը, Նապոլեոն Բոնապարտը, Տիգրան Մեծը, Կյուրոս Մեծը եւ այլոք։ Մենք համատեցինք Ալեքսանդրի եւ Չինգիզ խանին միմյանց հետ եւ գտանք երկու տարբերություն, երկու նմանություն։ Տարբերությունները այն են, որ Ալեքսանդրը իր հիմքը դրել էր ավելի շատ ազգերի զարգացման մեջ, իսկ Չինգիզ խանը փորձում էր ավելի շատ իր հիմքը դրել էր զենքերի եւ իր բանակի զարգացման մեջ, իսկ նմանությունները այն են, որ երկուսն էլ շատ կարճ ժամանակում ստեղծեցին հսկայական կայսրություն եւ լիովին փոխեցին աշխարհի քաղաքական քարտեզը։ Ալեքսանդր Մակեդոնացի եւ Նապոլեոն Բոնապարտի նմանությունները կայանում են նրանում, որ երկուսն էլ երիտասարդ տարիքում են դարձել աշխարհական կարևոր դեմքեր եւ երկուսն էլ կարելի նվաճողներ են եղել։ Եվ Ալեքսանդրը եւ Նապոլեոնը ձգտում են աշխարհակալությանը։ Սակայն նրանք տարբերվում են նրանով, որ Ալեքսանդրի կայսրությունը երկար տարիների կյանք չունեցավ, իսկ Նապոլեոն Բոնապարտի կայսրությունը իրականում գաղափարապես էր ձգտում։ Սակայն Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ երիտասարդ տարիքում իր հայտնության գագաթնակետին, իսկ Նապոլեոնը մահացավ պատերազմությունից հետո։ Ներկայացնակորեն ընդարձակեցին իրենց տերությունները, իսկ տարբերությունն այն, որ Տիգրան Մեծը առաջ էր շարժվում դիվանագիտական քայլերով, իսկ Ալեքսանդրը իր ազդեցությամբ փոքրինչ համաշխարհային է։ Տիգրանը ընդարձակեց Հայաստանի տարածքը և սկսեց զբաղվել դրա ընդլայնմամբ, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին փոխեց աշխարհի քարտեզը։ Կյուրոս Մեծ և Ալեքսանդր Մակեդոնացի երկուսն էլ հայտնի են իրենց հանդուրժողականությամբ ժողովրդի հանդեպ, բայց Ալեքսանդրը պետությունը ստեղծում էր դրսից, իսկ Կյուրոսը ներսից։ Կյուրոսը ժառանգեց ամուր պետություն, իսկ Ալեքսանդրը մասնակված պետություն։ Ալեքսանդրը մարդկության պատմության այն եզակի դեմքերից է, որի թողած գործողություններն ու հաղթանակները փոխեցին աշխարհի քաղաքական քարտեզը, մշակութների փոխհարաբերությունները և ժողովուրդների պատմական ընթացքը։ Նրա կյանքի իշխանություն ուսումնասիրությունը ևս ապացուցում է մի կարևոր ճշմարտություն. անհատներն են կերտում պատմություն։ Թեպետ Ալեքսանդրի կայսրությունը շատ կարճ կյանք ունեցավ, բայց նրա թողած ժառանգությունը մնաց դարերի ընթացքում։ Այս նախագծային աշխատանքը հնարավորություն տվեց ավելի խորությամբ ուսումնասիրել Ալեքսանդրի կյանքն ու իշխանությունը, նրա թողած ժառանգությունը, սակայն Ալեքսանդրի այն հաստատեց, որ պատմությունը ոչ միայն իրադարձությունների շղթա է, այլև մարդկանց գործողությունների արդյունք եւ յուրաքանչյուր մեծ գործ կարող է կատարել յուրաքանչյուր անհատ, ով համարձակվում է նպատակներն ու գործողությունները դարձնել իրականություն։ Ես խոսում եմ ձեզ հետ դարերի խորքից, այն ժամանակից, երբ ճանապարհները անծայր էին թվում, իսկ աշխարհը անհաղթահարելի։ Բայց մի բան երբեք չի փոխվել։ Աշխարհը միշտ սպասում է նրանց, ովքեր համարձակվում են քայլել դեպի անհայտը։ Ձեզնից յուրաքանչյուրը կրում է մի ուժ, որը չի չափվում բանակներով, զենքերով կամ ուղերով։ Ձեր ուժը ձեր մեջ է, ձեր մտքում, ձեր կամքում, ձեր երազանքներով։ Ես նվաճեցի աշխարհը սրով, դուք կարող եք նվաճել այն մտքով, ստեղծելով, ոչ թե կործանելով։ Մի թողեք, որ վախը սահման դառնա։ Սահմանները միայն քարտեզների վրա են։ Իսկ իրական պատերազմը միշտ ձեր ներսում է, ձեր կասկածների, ձեր անորոշության, ձեր հնազանդության դեմ։ Հաղթեք այդ պատերազմը, աշխարհը կհանձնվի ձեզ առանց ճակատամարտի։ Քաջ եղեք ձեր ճանապարհի ընտրության մեջ։ Բարդվեք, եթե պետք է, բայց միայն առաջ շարժվելիս։ Աշխարհը պատկանում է նրանց, ովքեր չեն սպասում, այլ գործում են։ Եվ հիշեք, մեծությունը այն չէ, որ քեզ համարում են մեծ, այլ այն, որ դու մեծացնում ես աշխարհը քեզնից հետո։
Մերսի։